54 տարի առաջ պաշտոնապես հայտարարվեց Արաբական Միացյալ Էմիրություններ պետության ստեղծման մասին ու բարձր ծածանվեց միության դրոշը։ Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը հանդիսավորությամբ նշեց պետության կազմավորման տարեդարձը։ Վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունները զարգանում են։ Մուտքի արտոնագրերի փոխադարձ ազատականացում, վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչում, գործարար եւ ներդրումային ոլորտներում գործընկերությունների ամրապնդում։ Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին ակնառու զարգանում են, որն արտահայտվել է առևտրաշրջանառության ծավալի զգալի աճով, ուղիղ չվերթների թվի ավելացմամբ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետություն այցելող Արաբական Միացյալ Էմիրությունների զբոսաշրջիկների թվի շարունակական աճով։ Աբու Դաբին 2025 թվականի հուլիսին հյուրընկալեց հանդիպում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի միջև։ Դեսպանի ձևակերպմամբ այդ հանդիպումը արտացոլեց Արաբական Միացյալ Էմիրությունների անսասան քաղաքականությունը, աջակցելու խաղաղության ջանքերին, խթանելու կայունությունը եւ ամրապնդելու տարածաշրջանային բարգավաճման հիմքերը։ Մենք Արաբական Միացյալ Էմիրություններում թե կառավարության եւ թե ժողովրդի մակարդակում հավատում ենք, որ խաղաղությունն ու զարգացումը երկու փոխլրացնող ուղիներ են ավելի լավ ապագա ստեղծելու համար։ Հայաստանն ուշադիր հետևում է Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը թե տարածաշրջանային եւ թե գլոբալ հարթակներում եւ տպավորված է Էմիրատների ղեկավարության աշխատանքով եւ գրանցած հաջողություններով։ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի Հանրապետության երկրորդ առևտրային գործընկերն է եւ գրանցվող ցուցանիշները վստահաբար տարեցտարի ավելի բարելավվում են։ Եվրասիական տնտեսական միության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի վավերացմամբ կազատականացվի եւ կպարզեցվի Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտուրը։ Այդ համաձայնագրով հայկական արտահանման արտոնյալ ծածկույթը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ կհասնի արտահանման 95%-ի։ Նաիրի Մուրադյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։